Ինչ տեղի ունեցավ 3 մայրաթոռում ձեր գնահատմամբ։ Մենք տեսանք, որ ինչպես միշտ օրվա կառավարիչը խոսում է ժողովրդի անունից եւ դա իրականությանը համապատասխանող կարծիք չի։ Այսինքն ժողովուրդը դեմ է եկեղեցու դեմ արշավին եւ չի սատարում Փաշինյանին։ Մենք տեսանք, թե ինչպես էին 10 եւ արդեն ավելի պակաս, այսինքն նրանք նախ ուզում են փաստեն, որ 10 եպիսկոպոս էլ չկար այդտեղ։ Մի քանի նախկին եպիսկոպոս, ովքեր հրաժարվել են իրենց ուխտից, ովքեր հրաժարվել են իրենց գաղափարներից, որովհետեւ նույն մարդիկ են, ովքեր որոշ ժամանակ առաջ խոսում էին, որ Նիկոլ Փաշինյանը գործում է եկեղեցու դեմ, հիմա ինչ-որ անհասկանալի պայմաններում խոսում են, որ պետքա վեհապար հայրապետը լքի վեհարանը, որը չի լինելու եւ նորից եմ ասում, որ հայ ժողովուրդը դեմ է այս ոչ հայանպաստ գործողություններին եւ մենք ասում ենք, որ եկեղեցու կողքին ենք, այստեղ ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը առաջինն է եղել, ով երթով աջակցությունը հայտնել, երթով գնացել է մայրաթոռ մի քանի հազար հոգով գնացել է մայրաթոռ աջակցելու մեր վեհապար հայրապետին, հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, Սամվել Կարապետյանին, եկեղեցականներին, ովքեր որ բանտարկված են եղել, հանրապետական կուսակցությունը, որ իրականացրել է եւ իրականացնում է տասնյակ ակցիաներ, որոնք միտված են քաղաքական բանտարկյալների խնդրի բարձրաձայնմանը եւ մեր ուրեմն սրբազաններին ապօրինի կալանքի տակ պահելու փաստը արձանագրելուն եւ միջազգային կառույցների դիմաց եւ տարբեր ուրեմն հատվածներում մեր երկրի բոլոր վարչական շրջաններում իրազեկման ակցիաներ են իրականացվել եւ այս ամենը խոսում է հետեւյալի մասին հայ ժողովուրդը դեմ է այն դեմարշին, որը սանձազերծվել է Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու դեմ եւ հայ ժողովուրդը երեք ասաց իր խոսքը պահելով այն խրամատը, որը պահում է հայկական պետականությունը եւ այդ խրամատում միակ հենասյունը, որը պահում է մեր պետականությունը, մեր ինքնությունը, դա հայ առաքելական Սուրբ եկեղեցին է եւ դա հայ ժողովրդի համար առաջնային կարևորագույն հարց է, որ չկպնեն մեր ինքնությունը պահող, մեր համար սրբություն հանդիսացող գաղափարախոսությանը, մեր համար սրբություն հանդիսացող եկեղեցուն, որովհետև նորից եմ ասում, ժամանակներ են եղել, որ հայ հասարակությունը պետություն չի ունեցել, բայց եկեղեցի է ունեցել եւ եկեղեցին է սերնդեսերունդ փոխանցել մեր ինքնության տարերը, մեր ինքնության բաղադրիչները եւ այս ամենի վերջը բոլոր դեպքերում լինելու հայ ժողովրդի հաղթանակը եւ այն պարակտումը, որը նրանք փորձում են մտցնել հայ հասարակության մեջ, պետքա ջնջվի սևերի եւ սպիտակների այս բաժանարար գծերը պետք է ջնջվեն եւ պետք է ձևավորվի միասնական հասարակություն։ Ինչ կասեք այն երևույթի վերաբերյալ, որ հենց այդ պարակտումը 10 հոգեվորականները թերևս հրահրեցին, որտեղ նրանց կոչով այնտեղ գնացին իրենց աջակիցները եւ միևնույն ժամանակ նաեւ եկեղեցու աջակիցները։ Սա միանշանակ եկեղեցին ապամոնտաժելու գործընթաց է, որը նրանց մոտ չի ստացվում եւ չի ստացվելու, որովհետեւ մենք տեսնում ենք, որ ժողովուրդը աջակցում է հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, որովհետեւ դա մեր համար անձի խնդիր չէ, մեր համար դա գաղափարախոսության, մեր ինքնության, մեր սրբության սրբոց, մեր հայ լինելու, մեր գաղափարախոսության հիմքն է, հենքն է, հենասյունն է, որի համար մենք կռիվ ենք տվել տարբեր դարերում, որի համար հայ եկեղեցականները կյանք են տվել եւ այդ ամեն ինչը հնարավորություն է տվել, որպեսզի մենք ունենանք հայկական խոսք, հայկական գաղափարախոսություն, հայերեն լեզու, այդ ամեն ինչի մեջ հայ առաքելական Սուրբ եկեղեցին ունի անկյունակարային ներդրում, անկյունակարային նշանակություն եւ երեք այդ գազելով այդ հարյուրավոր թիկնապահներով ուրեմն պահկված հոգեվորական համարող իրենց հոգեվորական համարողները խոսում են ժողովրդի անունից կարող է խոսել մարդ, ով ժողովրդի հետ մասնակցում է պատարակների, ով ժողովրդից չի պաշտպանվում, ժողովրդի հետ գնում է ծիծեռնակաբերդ, ոնց որ գնում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը առանց թիկնապահների մտնում է ժողովրդի հետ ծաղիկա դնում կամ գնում է
ակցիաների մասնակցում տարատեսակ մարդկանց հետ, որ օրինակ մոմավառությունների կամ այլ հատվածների, որտեղ կան շատ մարդիկ, ժողովրդավար ղեկավարը պետք է կարողանա կամ ժողովուրդ ներկայացնող ղեկավարը պետք է կարողանա այդ հազարավոր մարդկանց մեջ առանց թիկնապահների, առանց ինչ-որ վախերի քայլի, բայց մենք տեսնում ենք, որ հոգևորականները, ովքեր ինչպես Նիկոլ Փաշինյանը խոսում է ժողովրդի անունից, հարյուրավոր թիկնապահներով, այդ կալցո օպերացիաներով են ման գալի, հա, եթե իրանք ժողովրդից չեն վախենում կամ համարում են իրենց ժողովրդից մեկը, ինչի են իրանք այդքան վախենում այդ ժողովրդից, թե իրանց մոտ արդեն բաժանված է եկեղեցին աչի ու ձախի, հա, առաքելական եկեղեցին էլ են փորձում կիսեն մեր ձեր նրանց անեն, նախկին ու նոր անեն, նրանց մոտ դա շատ լավ է ստացվում, մենք տեսել ենք, թե ոնց է նրանց բաժանարարը գծերը բերել Արցախի կորստին, հայկական տարբեր հատվածների կորստին, Հայաստանի Հանրապետության ներսում, եւ մենք տեսել ենք, թե նրանց բաժանարարը գծերը ժողովրդի մեջ ինչ անհանդուրժողականություն է ձևավորել, մարդիկ իրար ատում են, մարդիկ իրարից զզվում են, մարդիկ իրար նկատմամբ ունեն հատուկ վերաբերմունք, ով ընդդիմադիրը, ով իշխանական է, եւ սա անընդունելի մոտեցում է, որը նորից եմ ասում, խրախուսվում է իշխանության կողմից, եւ այդ իշխանության մոտեցումներին միացել են նաեւ ինչ որ իրենց եպիսկոպոսներ համարող մարդիկ։ Հիմա օրինակ այստեղ մարդիկ կան, որ կարան իրանց այդտենց եպիսկոպոսներ համարեն, ոնց որ այդ եպիսկոպոսներն ովքեր իրանց ուխտը դրժել են, հա, դա իրանց խոսքն է, որ ուխտադրույժ եպիսկոպոսներ են այդ մարդիկ, ովքեր դրժում են իրանց ուխտը պահպանումը հայ առաքելական Սուրբ եկեղեցու մասին պետք է լինի, հա, իսկ իրանք երեք տեսակ թե ինչ էին անում, հստակ իրանցից որևէ մեկը չասեց անգամ, որ մի պաշտպանեք մեզ, սա մեր ժողովուրդն է, իրանց ոչ մեկը տեղ ոչինչ չէր անելու, որովհետև մենք տեսնում ենք, որ իրանց կողմից է թշնամանքը սերմանում, այս կողմից չկա թշնամանք, այս կողմից կա հավատ, կա մեր ինքնության համար մտահոգված քաղաքացիներ, ովքեր ասում են, որ մենք ունենք մեր սրբությունը, մենք ունենք մեր պատմական քրիստոնեական արժեքները, մենք առաջի երկիրն ենք, առաջի ժողովուրդն ենք, ով քրիստոնեությունն է ընդունել, եւ մենք թույլ չենք տա, որ դուք խալխլեք այն հիմքերը, որոնք հազարամյակներ ի վեր պահպանել են հայ հասարակությանը, հայ մարդուն, որպեսզի սերնդեսերունդ փոխանցվի այդ գաղափարները, որոնք մենք բոլորս կրում ենք մեր մեջ, այսինքն ազգ, հայրենիք, պետություն եւ ամենաառաջինը Աստված։ Դանիելյան, երեկվա իրադարձություններից հետո ինչ հետևություններ ունեն անելու այդ 10 հոգևորականներն ու Նիկոլ Փաշինյանը։ Իրանք պետք է հասկանան, որ այլևս նրանց մոտ չի ստացվում այդ պառակտիչ գործողություններով հարցեր լուծել։ Այլևս ժողովուրդը չի տրվում այդ մանիպուլյացիաներին։ Նույն սկզբունքով նրանք Արշակ Սրբազանի հետ կապված բացարձակ իրականությանը չհամապատասխանող սուտ տեղեկություններ տարածեցին, որպեսզի նրան մարգինալացնեն եկեղեցուց, տեսան, որ նրանց մոտ չի ստացվում, ինչ որ այլ շինցուկ իրական գործի շրջանակներում նրանք տարան Արշակ Սրբազանին նստացրեցին բանտ։ Եվ մենք այդպես օրինակներ ունենք տասնյակ մարդկանց, Մասրի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի, Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի, Սամվել Կարապետյանի, Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի ու բոլորի անունը չտամ, շատ են, ցավոք սրտի այնքան շատ են, որ կարանք հաղորդումը նվիրեն քաղբանդարկյալներին, այնքան մարդու են իրենց կարծիքի համար նստացրել, իրենց կարծիքի համար բանտարկել։ Հիմա տեսեք ինչ պետքա լինի, Հայաստանի Հանրապետությունը պետքա ձևավորվի իշխանություն, որը վերականգնելու է Հայաստանում ներքին հանդուրժողականությունը եւ միասնականությունը ձևավորելու թե ԿՊԱ-ականների, թե ՉԿՊԱ-ականների, թե ընդդիմադիրների, թե դիմադիրների միջև չպետք է լինեն բաժանարար գծեր հայ ազգում, տեղից էլ մի բուր ժողովուրդ ենք, պետք է իրար հետ համերաշ կարողանանք ապրենք։ Այն մարդիկ, ովքեր փորձում են բաժանարար գծերով մեզ ավելի թուլացնել, որպեսզի օտարը մեզ կառավարի, դրան պետք է դեմ լինի հայ ժողովուրդը եւ մենք երեք տեսանք, որ հայ ժողովուրդը դրան դեմ է։